Հետո ինձ ասում եք, ինչի ես մեզ անվանում անասուն վիրավորում, էլի։ Լսեք, որ մենք անասուն չլինեինք, այսօր քրիստոնեությունը կոմբիկեր չեն սարքի ու մեզ կերակրի։ Հələ մի հատ լսեք։ Անգամ նշեց, որ ինքը քրիստոնյա է, որ Հայաստանը առաջին քրիստոնեական երկրներից մեկն է, բայց նաև ընդգծեց, որ բնորանն է քրիստոնեության։ Այո, ընդգծեց, որ հիմնաքարն է եւ քրիստոնեական հավատի եւ մշակույթի, եւ սա շատ կարեւոր է։ Տեսեք, իհարկե աշխարհի ամենահին քրիստոնեական մշակույթներից մեկն է, ուստի ես մեծ կապվածություն եմ զգում Հայաստանի ժողովրդի նկատմամբ, հայտարարել էր Վենսը դերևս երկկողմ հանդիպման ժամանակ։ Լսեցիք այս երկու պրոպագանդոններին։ Վայ, այնց է ներկայացնում։ Կարծես, վայ, պաշտպան քրիստոնյաների։ Ես վաղուց եմ ասել, ով խոսում է գովում է ձեզ կուտա տալիս։ Ուրիշ ոչ միտեղ sense խոսքեր չկան, ուրիշ ժողովուրդների հետ, էլի։ Բայց մենակ հայն են sense կտում։ Հələ մի հատ դրանց հարցնեիք, էլի, Վենսին։ Այդ Սիրիայում, որ հայերին կոտորած էին անում, այդ ոնց հանդուրժեցիք, հələ այդ մարդակերին էլ հրավիրեցիք Վաշինգտոն, Սպիտակ տունը պղծեցիք, հետը նկարվեցիք, մի հատ այդ դուխի նվեր տվեցիք։ Հատուկ քրիստոնյաներին կոտորելու համար։ Այ հարց տայիք։ Այդ դուք քրիստոնյա չեք, որ ուզում եք սուրբ գիշերով, կարծեմ բան սուրբ ծննդի գիշերներ նոր տարվա դեմ, էլի, կամ էլ բան են, Դեն բլագադարենիա ունեն իրանք, կաթոլիկները։ Այդ սուրբ օրով գնայիք ուրիշ կաթոլիկ սպանեիք, որ Մադուրոին գողանայիք։ Նրանք էլ են կաթոլիկ ու քրիստոնյա։ Այս հարցը տայիք դրանց։ Ինչքան սրանք են, ասում եմ, քրիստոնյա, այնքան էլ հավատացյալ, այնքան էլ ես եմ հավատացյալ։ Հələ հարց տայք, այդ ոնց է դուք հանդուրժեցիք, որ նույն Արցախում քրիստոնյա եկեղեցիները ձևի պղծեն, այդ ձևի ինչ ասես անեն, այդ պարագաների մեջը նկարեն, գցեն։ Այդ ոնց հանդուրժեցիք, խաչքարները ջարդեն։ Էսա, ես օրինակ Տրամպի գիրքը կարդացել եմ, ուսումնասիրել եմ, լսեք, այս մարդը ոչ միտեղ չկա գրած, որ ինքը իրակին է ինչ որ եկեղեցի գնան, կիրակնորյա բաների մասնակցեն, այնտեղ կա դա օրինական նախագահներ, որ եղել են շատ ռելիգիոզնի, բայց իրանց մոտ չկա դա բացակայում։ Հերիք այդ կուտը ուտեք։ Մյուսը Տրամպը հարկեր չվճարողը։ Նայեք։ Նա նույն Նյու Յորքում այդ հարկ շենքերը որ սարքել էր Trump Tower բան, հարկ չէր վճարել։ Ես սա հիմա ասում եմ բանի հետ կապված են IT այդ գործարանի, էլի այդ չիպերի վճարելու է թե ոչ։ Որտեվ ինքը քրոնիկ հարկերից խուսափող է, տարբեր եղանակներով, որպես ներդրման, որպես բան, սուբսիդիաներ ստանա Նյու Յորքի իշխանություններից, շանտաժի միջոցով, ինչ որ տարբեր ձևի։ Նա դա արել է։ Ու դες թող չթվա, որ հիմա իրանք եկան այստեղ հարկեր մուծելու են, թե չէ, թե ասելու են մի 100 տարով էլ հարկերից ենք ազատվելու։ Այնիկ թացտեղը պարկող չի։ Իմ ասածը ժողովուրդ ջան, այն է, որ մենք պետք է ունենանք մեր արժանապատվության կարմիր գծերը, այլ ոչ թե այս ձևի հանուն Նիկոլ Փաշինյանի PR-ի պետությունը կարող է խոսք են տվել, որ պետք է բան անեն, հարկերից ազատեն, մի հատ է պայմանագիր կազմեն մի 50 տարով ներդրումների համար կամ 30 տարով, ես չգիտեմ։ Սա հարցեր է, որ երբեք չեն բարձրացնում ու սովորական խորքային անասունին չեն էլ ասի։ Բայց անասունին մենակ կոմբիկերն է պետք։ Դες Գագոն ինչ անում։ Արցանա սարքել, որ իրան ընտրեն Հիսուսի։ Այ այս սրանք հարցեր են։ Հարցեր, որ տեսեք, ստապ դատողությունը, ես եմ։ Իմ ալիքն է ստապ դատողությունը, ես եմ ձեր ստապ դատողությունը։ Բարձրացնում են։ Սա PR ակցիա էր։ Հետո բանը այն հայդատը ցույց էր անում։ Լսեք, դաշնակներ, այդ մարդկանց բաց են թողնելու միջև ընտրություններ։ Ալիև այդ քայլը անելու են Նիկոլի Վարկանիշի համար։ Հենց որ այս ցույցը անիմաստ էր, բայց դուք պետք է ցույց անեք, որ դեմ եք 26%-ին։ Հասկանում եք, այսպես ցույց չեք անում։ Դուք պետք է նայր, դա բարձրաձայնեք, որ այդ ինչ թալանող տոկոս եք դուք որոշել։ Հայաստանում այդքան բան ինչի Վրաստանում չկա տոկոսով ոչ մի բան ներդրումների համար դուք այտենց ընկերություն չհիմնեցիք, բայց այստեղ հիմնում եք։ Այսա բարձրաձայնեք։ Ոչ
ոնց դաշնակը տենց բան անի, արա հեսա այսը որ կա միգրացիոն կմտնեին գլենդել կոտորած զանգուտ կանցկացնեին այնտեղ իրանց սաղ բիզնեսներով բանով կստուգեին էս կանեին զենք մենք ինչ ասես կգտնեին նարկոտիկ բան այսա դուք հայրենիք երկիրը ծախում եք ձեր սեփական շահի համար դուք թքած ունեք այդ ամեն ինչի համար ու հիմա մարդ պետքա գնա դաշնակին ձայն տա կամ Քոչարյանին նույն թիմն է նայում եք դաշնակ տեսեք Քոչարյան ինձ ասում եք ինչի ես էլի դու դաշնակը շատ լավ գնում էր վազվզում էր այդ էս թուրքը մեզ դրել է 100 տարին մեկ սպորտաձև է սարքել հիմա էլ է Արցախում եղավ ու այդ նույնը հանդուրժում են նույն Միացյալ Նահանգների բանի տակ է եղել է կատարվել կոնսենսուսի դուք միջև հիմա չհասկացաք հայդատ որ էդիկ աշխարհը թքած ունի այդ բաների վրա դուք ինչ եք անում փոխարեն հարաբերություններ հղկեք հասկանում եք այդ որտեվ դա անիրական էր որ Թուրքիայի դեմ դուրս գային նախանձում եք դե ջհուդներին ճանաչեցին մերը այդ նույնն է ժողովուրդ որ ես ասեմ ոնց որ անընդհատ օրինակ մի մարդ որ տրավմա է տարել օրինակ ինչ որ կնոջ բռնաբարել են ինչ որ տղամարդ որ դաժան ծեծի է ենթարկվել նվաստացման որ որտեղ գնա անընդհատ հիշի պատմի որ այ ինձի սենց են արել ու պատմի թե process-ը ոնց է եղել ծեծելու կամ բռնաբարելու այ մենք այս ձևի ողորմելի դիրք ենք բռնել աշխարհի առաջ դրա համար գալի մեզ ասում են առաջի քրիստոնյաներ գլուխներս շոյում են մենք էլ պոչերներս շարժում ենք ես չեմ ասում այդ ողբերգությունը մարդ մոռանա հիմա հիմար ձև չհասկանաք բայց այնա որ մենք պետք է հասկանանք աշխարհը ոնց է մտածում ու մեզ դա ապագայում ինչ կտա ու ինչ չի տա ու ինչ վտանգներ կբերի վերեցեն որ 100 տարի հետո էլ եկան նա նույնը Արցախում արեցին ու հիմա թքածները լիզում ենք հայդատ ինչի համար որ պարզապես սփյուռքի անուղեղներից դուք սնվեիք եւ գոյատևեիք հետ բերենք ձեր հողերն ու փողերը գնանք սրան փոխտանք որ ճանաչի մեր ցեղասպանությունը գնանք սրանց կուպիտ անենք մնացածներ դնենք գրպաններս այսա է մեր քաղաքականությունը միշտ եղել ու նույնն էլ Ամերիկայի հետ ու հիմա այսենց հարցեր են լսեք որ մենք իսկականից արա մենք անասուն ենք որ այսօրի ենք որ մեզ այս անասունի տեղ են դրել մեզ ասենց անորակ կոմբիկերով են կերակրում հասկացեք ես հասկանում եմ Ամերիկան նայեք դա հազար երկիր է որին դուք պետք է հաշվի նստեք դրա այդ Չինաստան Ռուսաստան տեսեք Հնդկաստան հաշվի են նստում բայց մենք պետք է մեր արժանապատվությունն էլ պաշտպանենք կարմիր գծեր ունենանք հասկացնել տանք որ մենք միամիտ չենք եթե լրագրողը ձևի հարցեր տար զուգահեռներ իրանց այդ կասկածի տակ դներ իրանց քրիստոնեական արժեքներին հետևելը կամ բեսպիլոտնիկ ունդեղ են ինչ եք խոսում արա մապեդի մատորի վրա 3 հատ տեսախցիկը դրած 3 հատ մապեդի մատոր 11 միլիոնով նենց են արա թնդացնում կարծես մի հատ հակաօթային համակարգ է էլի որ աստերոիդներից է պաշտպանելու Հայաստանը նենց են արա վայ տեսեք ես ինչ ենք առնում հարսանիք նկարողին կանչիկ կգար այդ ձեր համար կնկարեր այդքան էլի այսօր դա ինչ որ մի տեխնոլոգիա չի բայց ոնց են ներկայացնում Հեսա Աֆրիկացին էլ այդ բեսպիլոտնիկները կվեցնի կգնա Նախիջևանը կգրավի վարձկանների հետ այս որ ասում աննասուն ազգ այ այս որ նայում ես այս ամեն ինչին գժվում ես էլի վերջերս մի հատ լավ բան կար գրած տեքստ կարդացի հենց Facebook-ում ասում է մեր ազգին պետք է անասնաբուժ վարչապետ ոչ իրավաբան ոչ տնտեսագետ անասնաբուժ որտեվ այս անասունին բուժել է պետք մեզ խելացիները կան հասկացողները դա եզակի բաներ են հիմա բայց այն որ սա ընդհանուր պատկեր է ու անասունն է ընտրում անասուն իշխանություն նորմալ մարդիկ ընտրում են նորմալ իշխանություն դա աքսիոմա է սրա դեմը հակառակվել պետք չի Հենց որ պետք է ժողովուրդ մենք փոխվենք, որ կարողանանք նորմալ ընտրություն կատարենք։ Այսքանը։ Շնորհակալություն, հաջողություն։